Տարվա լավագույն ծառայողներ, լավագույն օպերլիազոր, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, քրեական հետախուզության գլխավոր վարչության, երկրորդ մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության, երկրորդ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Աշոտ Վաղարշակի Առաքելյանին։ Ամբողջ իմ կյանքում տեսել եմ ոստիկանի աշխատանքը։ Զգացել եմ ուսադիր կրող մարդու աշխատանքի ողջ բնույթը, իր թե բարդություններով, թե կարևորությունով, թե պատասխանատվության մեծ զգացումով, քանի որ հայրս էլ է եղել ոստիկան։ Այս ամենը հաշվի առնելով որոշեցի ընտրել ոստիկանի ճանապարհը։ 2007 թվականին ընդունվեցի ոստիկանության ակադեմիան, ուսումս ավարտելուց հետո 2011 թվականին աշխատանքի անցա ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր։ Կարելի է ասել, առաջին օպերատիվ տվյալները իրացրել եմ հենց այդ բաժնում։ 2012 թվականից արդեն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում եմ։ Գտնվելով քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ես հասկացա, որ այստեղ աշխատանքը իր ծավալներով խիստ տարբերվում է բաժնի աշխատանքից, քանի որ վերահսկում է ողջ հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Խոսելով քրեական հետախուզության գլխավոր վարչության մասին, չեմ կարող չնշել իմ պրոֆեսիոնալ գործընկերներից հետ թիմային աշխատանքը։ Ցանկացած հանցագործության, հատկապես ծանր, առանձնապես ծանր եւ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտում իրականացվում է թիմային աշխատանքի արդյունքում։ Առանց ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության դժվար կլինի բացահայտել հանցագործությունները։ Սակայն ձեռնարկող օպերատիվ հետախուզական միջոցառումների ոչ շղթայում կարևոր տեղ է զբաղեցնում օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը։ 2016 թվականի ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից բացահայտված բազմաթիվ հանցագործություններից եւ հայտնաբերված հետախուզվողներից մոտ 100-ի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին Աշոտի կողմից։ Շատ կարեւոր է, որ Աշոտը քրեական հետախուզության գլխավոր վարչությունում աշխատելու առաջին իսկ օրվանից երբեք չի բավարարվել ձեռքբերվածով, ունի մեծ ձգտում եւ այդ ամենի հետ մեկտեղ կարողանում է հասցնել հարստացնել գիտելիքները։ Աշոտ Առաքելյանը աչքի է ընկել ոչ միայն մասնագիտական որակներով, այլ նաև տեսական բարձր գիտելիքներով։ Դրա վառ վկայությունն է նաև այն, որ նա 2014 թվականին ընդունվել եւ 2016 թվականին ավարտել է ոստիկանության ակադեմիայի մագիստրատուրան, ստանալով մագիստրոսի որակավորում։ Իսկ ինչպես հայտնի է, տեսական գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համադրումը տալիս է ել ավելի բարձր որակներ եւ բարձր արդյունքներ։ Եվ դրանով պայմանավորված ես առավել քան համոզված եմ, որ Աշոտ Առաքելյանին դեռ սպասվում են նոր հաջողություններ։ Խոսելով Աշոտից կուզեմ նշել նրա մասնագիտական բարձր ունակությունների մասին։ Չկա որևէ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման աշխատանք, որում ներգրավված չլինի Աշոտը։ Շատ արագ նա կողմնորոշում է ցանկացած իրավիճակում եւ նրան տրված յուրաքանչյուր հանձնարարություն նա կատարում է բարձր պատասխանությամբ։ Աշոտին ընկերոջս ճանաչում եմ դեռևս մանկուց, ինչպես նաև մենք միասին ենք սովորել ոստիկանության ակադեմիայում։ Դեռևս ակադեմիայում սովորելու ընթացքում նա աչքի է ընկել իր ջանասիրությամբ, նպատակասլացությամբ եւ բարձր մարդկային որակական հատկանիշներով։ Աշոտը շատ լավ ընկեր է։ Ցանկացած դժվար եւ անելանելի թվացող իրավիճակում նա իր ընկերոջ կողքին է։ Իսկ որպես քրեական հետախույզ կարող եմ ասել, որ նրանից շատ բան կարելի է սովորել։ Արժանանալով տարվա լավագույն օպերլիազոր կոչմանը, անկեղծ ասած մեծ ոգևորություն ապրեցի, բայց դրա հետ մեկտեղ ինձ էլ ավելի պարտավորված եմ զգում իմ աշխատանքում, որպեսզի արժանի մնամ այս բարձր կոչմանը։ Եվ կցանկանամ նշել, որ այս կոչումը ոչ միայն իմն է, այլ մեր ողջ վարչությանը։ Ծառայելով օրենքին, ծառայում ենք ժողովրդին։